երկար ժամանակ կադաստրի կոմիտեում տարվում են թվայնացման աշխատանքներ եւ համապատասխանաբար երկար ժամանակ քննարկումներ են իրականացվել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որպեսզի որոշակի պայմանագրի տեսակներ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր լինի ստորագրել եւ ներկայացնել իրավունքի պետական գրանցման։ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում տվյալ փոփոխությունը առաջարկելով մենք բովանդակային առումով ինչ ենք առաջարկում այժմ կառավարությունը ունի հաստատված որոշակի պայմանագրի տեսակներ, որոնք հնարավորություն կա կնքել կադաստրի կոմիտեի գրասենյակներում եւ տվյալ պայմանագրեր ներկայացնել իրավունքի պետական գրանցման առանց նոտարական վավերացման։ Եվ բովանդակային առումով մենք ներ ենք դնում էլեկտրոնային համակարգ, որտեղ արկա է լինելու այդ մեկ այլ գործիքակազմ, որը ես եմ նույնականացման համակարգի հետ ինտեգրված է աշխատելու եւ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ինքը ունենալու է անշարժ գույք, մուտք գործելով էլեկտրոնային համակարգ, նույնականացվելով ես եմ նույնականացման համակարգի օգնությամբ, տեսնելու է մուտք է գործելու իր անձնական գրասենյակ։ Եվ համապատասխանաբար անձնական գրասենյակում տեղադրված են լինելու այն պայմանագրերը, որոնք որ քաղաքացիները կկարողանան ինքնաշխատ եղանակով որոնք քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրել եւ համապատասխանաբար մուտքագրելով նաեւ գնորդի վերաբերյալ տեղեկատվությունը նույն գործողությունը կկարողանա գնորդը կատարել էլեկտրոնային համակարգում, այսինքն երկրորդ process-ով գնորդը արդեն նույնականացվելով էլեկտրոնային համակարգում ես եմ խիստ նույնականացման միջոցով ինքն է արդեն ստորագրելու առուվաճառքի տվյալ պայմանագիրը, որից հետո այս պայմանագիրը էլեկտրոնային համակարգով մուտք է լինելու կադաստրի կոմիտե տեղեկատվական շտեմարան որպես դիմում եւ գրանցվելու է համապատասխանաբար ինքնաշխատ եղանակով առանց ռեգիստրի մասնակցության, այսինքն էլեկտրոնային համակարգը ինքն է կատարելու իրավունքի պետական գրանցում եւ գեներացնելու պայմանագիր։ Մենք այստեղ նախատեսել ենք պիլոտային ժամանակաշրջան 1.5 տարի ժամկետով, որպեսզի կարողանանք մանրամասն տեստավորենք էլեկտրոնային համակարգերը, հաշվի առնելով հարցի նրբությունը, միևնույն ժամանակ նախատեսել ենք որոշակի դեպքեր, երբ որ ինքնաշխատ իրավունքի պետական գրանցումը չի կարող կատարվել, այն իմաստով, որ երբ որ միասնական տեղեկատվություն են վերցնում, որպեսզի մտնեն գործարքի մեջ կողմերը, միասնական տեղեկատվությունը վերցնելուց հետո, եթե կադաստրի գործում էլեկտրոնային գրանցամատերիալում որևէ տեղեկատվություն է փոխվել կամ արխիվային գործին որևէ նոր փաստաթուղթ է կցվել, ապա այս գործընթացը կգնա սովորական ընթացակարգով, այսինքն ռեգիստրը առանձին կուսումնասիրի եւ նոր որոշում կկայացվի։ Հակառակ պարագայում, եթե այս դեպքերը տեղի չեն ունեցել, միասնական տեղեկատվությունը ստանալուց հետո, եթե կողմերը կորոշեն օգտագործել այս գործիքակազմը, այսինքն իրենք ունենան էլեկտրոնային թվային ստորագրություն, ապա կունենան շատ լայն հնարավորություն հենց էլեկտրոնային համակարգով ստորագրել, մուտքագրել, որից հետո անմիջապես կգեներացվի առուծախի կամ համապատասխան պայմանագրի արդյունքում վկայական, այսինքն այն օրերը, որոնք որ քաղաքացիները պետք է սպասեին եւ համապատասխանաբար եթե արագացված ռեժիմով էին ուզում պատիկ ավել գումարներ պետք է վճարեին, այս գործիքի ներդրմամբ մենք այդ գումարները հանում ենք, թողնում ենք ինքնաշխատ եւ անմիջապես կնքումից հետո համակարգը ավտոմատ գեներացնելու է գրանցման վկայականը։ Սա միտված է հեշտացնելու գործարքները, սա միտված է նվազեցնելու այն ծախսերը, որոնք ներառված են գործարքների իրականացման ժամանակ եւ համապատասխանաբար արագացնելու process-ները, թերևս այսքանը, շնորհակալություն հարցերով պատասխանում եմ սիրով։ Շնորհակալություն պարոն Թոմասյան, մի ճշտող հարց, այսինքն այս թվային գործիքակազմը աշխատացնելու համար, որ բնականաբար եւ քաղաքացիների համար է ավելի հարմար եւ կադաստրի կոմիտեի գործն է հետևացնում, ճիշտ եմ հասկանում, որ ես եմ համակարգով նույնականացման համար պիտի մարդը կամ ID քարտ ունենա կամ ISIN պիտի ունենա։ Շնորհակալություն հարցի համար պարոն Թունյան, այո, ես եմ համակարգը այսօր գործում է այդ մեթոդաբանությամբ կամ ID քարտ կամ ISIN քարտ, որով ինքը կարողանում է համապատասխանաբար թվային ստորագրություն դնել։ Մենք արդեն իսկ ինտեգրել ենք, տեստավորել ենք այդ ամեն ինչը, մեր բազաները աշխատում են առանց որևէ խնդրի, ներկայությամբ էլ յուրաքանչյուր քաղաքացիների համար գործում է անձնական գրասենյակը e-cadastr.am կայքում եւ երբ որ քաղաքացիները մուտք են լինում այդ կայք,
խիստ նույնականացման ռեժիմը անցնում են համապատասխան թվային ստորագրությամբ, ապա իրենք այնտեղ կարող են տեսնել այս պայդրությամբ իրենց անվան տակ գրանցված բոլոր անշարժ գույքերը։ Եվ համապատասխանաբար այնտեղ յուրաքանչյուր անձի համար հասանելի է տեղեկատվություն արխիվային, հասանելի է տեղեկատվություն տեքստային տվյալներ իրենց գույքի վերաբերյալ, շենքերի հողամասի վերաբերյալ եւ համապատասխանաբար սահմանափակումների արկայության վերաբերյալ։ Հենց այս պայդրությամբ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով ունի թվային ստորագրությունը, կարող է մեր համակարգի միջոցով այսքան գործունեություն իրականացնել։ Սա գալիս է իլերումը դրան, երբ որ քաղաքացիները մուտքը գործեն համակարգ, այնտեղ բացի այդ գործիքակազմերից, որոնք այսօր ներդրված են, կտեսնեն այնպիսի պայմանագրեր, որոնք հետո կառավարության որոշումով մենք ընթացակարգերը կսահմանենք, կտեսնեն այնպիսի պայմանագրեր, որ իրենք կարող են վավերացնել եւ իրավունքի պետական գրանցման ներկայացնել ինքնաշխատ գրանցման մեթոդաբանությամբ։ Եվ համապատասխանաբար ներդրվելու նաեւ այս լուծումը թվային, երբ որ համեմատելու է տեղեկատվական շտեմարանի հետ դիմումի մուտքագրման պահին միասնական տեղեկատվության տրամադրման նախորդող ժամանակահատվածի հետ, տեսնելով, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել միասնական տեղեկանքի տրամադրումից հետո, համակարգը արդեն ավտոմատ անելու է սահմանափակումների ստուգման դաշտ, սուբյեկտի եւ օբյեկտի ստուգման դաշտ, եւ եթե ամեն ինչ համապատասխանելու է միմյանց, ավտոմատ գեներացնելու է վկայական, որը մեր կարծիքով այս 1.5 տարվա ընթացքում մենք կկարողանանք փորձարկումը իրականացնել եւ վստահ լինել, որ ճիշտ է աշխատելու։ Շնորհակալություն, պարոն Թոմասյան։ Ես հարցը տալիս էի նրա համար, որովհետեւ սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ մեր կյանքը գնալով այդ ուղղությամբ է գնում, այսինքն թվային ծառայությունները սկսում են գերակշռել եւ այդ թվային ծառայություններից օգտվելու համար մարդը նախ պետք է գոնե մեկ անգամ նույնականացվի, նույնականացվելու համար պետք է ունենա կամ այդ իսիմ ասածը կամ ID card։ Սա ինչի համար եմ ասում, որովհետեւ վերջին օրերին, երբ մենք խոսում ենք եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցման մասին, քննադատություններ էին հնչում, որ սա անարդար է հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ID card են ստացել։ Սա եւ հետագայում եկող ու նախկինում եղած փոփոխությունները այն մասին են, որ ID card-ը ու էլեկտրոնային ստորագրությունը ընդհանրապես միայն հայտարարագրման համար չի ու մարդը հենց իր հարմարավետության համար անհրաժեշտությունից ելնելով կյանքի գրեթե բոլոր իրադարձությունների համար այդ ստորագրության կարիքը ունենալու է, այնպես որ այն մարդիկ, ովքեր դիմել են ID card-ի համար ստացել են, իրանք ոչ թե իրենք իրենց վնասել են, այլ իմ կարծիքով մի քայլ ավելի առաջ են արել։ Շնորհակալություն, խնդրեմ